Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր նախընտրական ոդքասթի իմ հյուրը Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն է։ Ողջույն Սոս։ Բարև ձեզ։ Ես կարծում եմ դուք գիտեք ինչու եմ ես ձեզ հրավիրել այս ոդքասթին, ուզում եմ որ դուք մի քիչ մանրամասնեք ինչու Հայրենիք կուսակցությունը որոշեց չմասնակցել ընտրություններին։ Տեսեք, մենք մեծ հաշվով հայտարարության մեջ պատճառների մասին գրել ենք։ Կարծում եմ, որ բավականին մանրամասն է հայտարարությունը որոշմանը հաջորդող գործադիր մարմնի եւ նաեւ նշել ենք, որ նպատակարար չենք համարում այս փուլում ավելի շատ խոսել այդ բոլոր կետերի բացվածքների վերաբերյալ, որովհետեւ կա հնարավորություն կամ գուցե դրա մասին խոսելիս ակամայից բոլորի հետ անկեղծ լինելով հնարավոր է, որ որոշակի առումով նաեւ բացասական երանգներ հաղորդվի ընդդիմադիր դաշտի ներսի, այսպես ասած, նպատակները նույն կերպ թողնելու համար, այսինքն որոշակի առումով կարող են լինել հարցերի քննարկումներ, որոնք այս պահին օգուտ չեն նախընտրական փուլին իշխանությանը հեռացնելու այս կարճ սպրինտին, որը պետք է լինի մինչև քվեարկության օրը։ Այդ պատճառով ասել ենք մանրամասների մասին գուցե հետո, եթե ակտուալ լինի, իհարկե թեման կխոսենք, իսկ այս պահին ֆիքսել ենք մեր նպատակը, որ գերակայությունը նպատակների մեջ իշխանափոխությունն է, եւ ստեղծված իրավիճակում, անկախ թե այդ իրավիճակի բոլոր շերտերը ինչքանով լավն են կամ վատն են կամ ինչքանով վատն են, մենք համարում ենք, որ այդ նպատակին հասնելու էֆեկտիվ որոշումը այս պահին Հայրենիք կուսակցության համար եղել է չմասնակցել որոշում։ Սոս, եկեք ես ձեր ասածը մի քիչ ավելի բացեմ, քանի որ կարող եմ դա անել որպես լրագրող։ Դուք փաստորեն ասում եք, որ ունեք որոշակի տարաձայնություն գործող ընդդիմադիր ուժերի հետ, համենայն դեպս մեծ ուժերի հետ, այն ուժերի հետ, ովքեր ունեն համարվում են ավելի մեծ եւ ում կարելի էր միանալ այս ընտրությունների ժամանակ դրա համար չեք միացել, ինչպես հայտարարությունում էր նշված, եւ դրա հետ մեկտեղ նաեւ համարում եք, որ ընտրություններին պետք է գնան մենակ խոշոր դաշինքները, մեծ կուսակցությունները, որպեսզի հնարավոր լինի հեռացնել Փաշինյանին, ճիշտ եմ հասկանում։ Այդ տարաձայնությունները միշտ էլ եղել են, կան ու կլինեն, դրանք նորմալ են, այդտեղ ոչ մի զարմանալի կամ նորություն չկա։ Մենք ոչ թե հայտարարել ենք տարաձայնությունների մասին, դա մեղմ ձևակերպում է, մենք հայտարարել ենք, որ անգամ ելնելով այս նպատակներից, անցկացված քննարկումներից, դիտարկումներից քաղաքական դաշտի, հնարավոր չենք համարում միանալ այնպիսի ուժերի հետ, որոնց հետ քիչ թե շատ մեր քաղաքական գիծը, պարզ լեզվով ասած, կամ ծրագիր, գաղափարախոսություն, ընդհանուր մոտեցումներ կարող էին մեծամասամբ համընկնել։ Այսինքն մենք այդպիսի համընկնում չունեցանք, չկանխատեսեցինք, ելնելով տեղի ունեցած process-ներից եւ որոշեցինք, որ այնքան որ միավորվելու համար չմիավորվենք որևէ ուժի հետ, որովհետեւ այդպիսի միավորումները հետո ավելի մեծ խնդիրներ են առաջացնում եւ ընտրողի համար եւ այն ուժերի համար, որոնք միավորվել են։ Տեսեք, կա նաեւ այսպիսի իրավիճակ, ինչպես է դա անցալում հասարակությունը, Հայրենիք կուսակցության եւ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի այս որոշումը նրա հետ շատ այսպես այսինքն մենք արդեն տեսել ենք նման որոշումներ, երբ Արթուր Վանեցյանը հրաժարվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որովհետև ուներ տարաձայնություններ Փաշինյանի հետ, հետո էլ հրաժարվել էր մանդատից, ֆրակցիայի ղեկավար էր ազգային ժողովում 21 թվականի ընտրություններից հետո եւ դրանից էլ էր հրաժարվել, այսինքն արդեն հստակ է եւ բոլորի համար ընկալելի, որ մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, ով մանդատը կամ պաշտոնը կամ սեփական շահը, սեփական անձը ավելի բարձր չի դնում, քան Հայրենիքի շահն է։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այս տրամաբանության մեջ է նաև Հայրենիք կուսակցության որոշումը, որ
դուրս գանք չխանգարելու համար, որտեղ սա պաշտոնի կռիվ չի, սրա այս ընտրությունները մի քիչ ավելի մեծ նշանակություն ունեն, քան սովորական ընտրությունները, ֆորս մաժորային ընտրություններ են։ Մեր գործունեությունը, հա, հնգամյա կարծում եմ միշտ է եղել նրա մասին, որ նպատակները պետք է ֆիքսել եւ այդ ճանապարհից չշեղվել։ Այսինքն, այո, Արտուր Վանեցյանը այն պահին, որ հասկացել է, որ անարդյունավետ է իր падգամավոր լինելը, ելնելով այդ նպատակից։ Գուցե որպես падգամավոր օրենսդրական նախաձեռնություններ այն ժամանակ, եթե հիշում եք, կար նպատակ ստեղծելու Արցախի դեռևս երբ որ կար Արցախ, հա, միջխորհրդարանական համագործակցության հարթակներ, նաև միջազգային թեմայի միջազգային բարձրացման։ Այսինքն մի շարք էսպիսի հարցերով գուցե հնարավոր էր իրականացնել падգամավորական գործունեություն, բայց Վանեցյանը համարեց, որ դրա համար չենք հավաքվել կոպիտ ասած, այլ առաջարկ է եղել, այլ սպասելիք է եղել ընտրողի մոտ, եղել է մի իրավիճակ, որ հնարավոր է եղել իր համար արձանագրել, որ այդ նպատակին մանդատը չի ծառայում, եւ գուցե սպասելիքներն էլ այդ բային արդեն արդարացված չեն նպատակի իմաստով եւ հրաժարվել է դրանից, այո, միշտ եղել է այն իրավիճակը եւ կա այն իրավիճակը, որ պաշտոնը գերակա չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ եւ այս պահին էլ է այդպես ու նպատակին հասնելու համար պետք է կայացնել համարձակ եւ գուցե այդ պահի դրությամբ նաեւ ծանր որոշումներ, որովհետեւ մեր համար հեշտ չի եղել այս որոշումը կայացնելը, եթե մեզ դիտողները ուսումնասիրել են կամ հետևել են վերջի մի քանի ամսվա հա մեր հայտարարություններին, մենք մշտապես ասել ենք, որ գնալու ենք ընտրությունների եւ դրանք սինխոսքեր չէին, նաեւ ապացուցվում է դա այնքանով, որ հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղերում մենք շարունակում ենք անդադ ընդլայնել մասնաճյուղերի կամ ներկայացությունների, հա, կուսակցության ցանցը, շտաբային որոշակի խմբեր էին ձևավորվում, համակիրների բանակներն էին ավելի ադապտացվում դեպի ընտրություններ, այսինքն այս աշխատանքը տարվում էր եւ բավականին լայն ծավալով, այսինքն մեր համար այս որոշումն էլ հեշտ չի եղել, բայց նորից մենք որոշել ենք, որ չպետք է մասնակցելու կամ 1-2 մանդատի համար։ Եթե այս պահին ավելի էֆեկտիվ է իշխանապողության համար կուսակցության չմասնակցելը, ապա գտել ենք, որ այդ որոշումը պետք է կայացվի։ Բայց տեսեք, ինչ են ես հանրության մի շերտի կարծիքը, հա, հայտնեմ, որ դրա հետ մեկտեղ չմասնակցելու, օրինակ ինչ էր գրված մեկնաբանություններում, հա, այդ հայտարարության տակ մեկնաբանությունները ուսումնասիրեցի եւ հասկացա ինչ է ուզում հայաստանցիներին։ Նախ նրանք ասում են, որ հայաստանյան քաղաքական դաշտն այնքան էլ հարուստ չէ նորմալ պետական մտածելակերպ ունեցող մարդկանցով եւ օրինակ այս իրավիճակում երբ տարածաշրջանում պատերազմ է, լավ կլիներ, որ Հայաստանի իշխանության համար պայքարեր Արտուր Վանեցյանի պես մարդ եւս։ Եվ ես այդ դիտարկման հետ համաձայն եմ, այդտեղ ոչ մի հակասություն չկա մեր կայացրած որոշման հետ։ Այո, եւ Արտուր Վանեցյանը դուրս չի գալիս քաղաքական պայքարից, այսինքն հայրենիք կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը։ Մեր մոտ ծրագրային դրույթները բավականին չափով մշակված են եւ ավարտին կհասցվեն, եւ դրա մասին մենք կսկսենք երկխոսություն, այսպես թե այնպես հանրության հետ, եւ տեղում, մարզերում եւ Երևանում ընդհանուր առմամբ, այսինքն քաղաքական գործունեությունը, ինչպես նշել ենք, շարունակվում է եւ մենք ամեն ինչ անելու ենք դա ընդլայնելու համար, համակիրների բանակը մեծացնելու եւ քաղաքականության մեջ ավելի ակտիվ եւ ավելի կարեւոր կշիռ Ինչ է նշանակում այս իրավիճակում մի կուսակցության համար, որ հրաժարվել է մասնակցել ընտրություններին, ակտիվ գործունեությունը։ Մի քիչ կբացեք փակագծերը։ Նայեք, մի քիչ ծեծված ֆրազա է իհարկե, բայց Հայաստանի Հանրապետությունում վերջի 5-6 տարին սովորական քաղաքական, այսինքն նախընտրական ակտիվություն, հետո пассивացում միջև մյուս նախընտրական վիճակ, այդ վիճակը մենք չունենք։ Այդ վիճակը մենք չունենք նաև ոչ միայն ներքին process-ներից ելնելով, այլ նաև արտաքին վտանգներից ու անկանխատեսելի իրավիճակներից։ Հետևաբար միշտ էլ այս քաղաքական վիճակը արդիական լինելու է։ Մենք չգիտենք ինչ է լինելու ընտրություններից հետո ինչ է հաջորդելու։ Իսկ ինչ է անելու կուսակցությունը այս 3 ամիսներին անդիմադիր կուսակցությունները, որ մասնակցելու են ընտրություններին, մենք գիտենք ինչ են անելու։ Ընտրարշավ են անցկացնելու եւ պայքարելու են մանդատների համար։ Ինչ է անելու այս ընթացքում հայրենիք կուսակցությունը։ Այս որոշման, այսպես ասած, ճակերտավոր դրական կողմերից էլ նա է, որ մեր համար այդ շտապողականության հանգամանքը չկա, այսինքն ավելի արագ կոնկրետ արդյունք ֆիքսելու համար ավելի շատ շտաբային գործով զբաղվելու այդ խնդիրը էլ չկա։ Կա խնդիր շարունակել, օրինակ, այդ ծրագիրը ավարտին հասցնել, ունենալ հստակ մարդկանց համար ընկալելի
տեսլական, այսինքն ներկայացնել այդ ամեն ինչը, եւ քաղաքական գործընթացներից կլինի դա իշխանություն, ընդդիմություն, արտաքին հարաբերություններ, մենք շարունակելու ենք երկխոսություն ունենալ, մասնակցել քաղաքական process-ներին, գեներացնել սեփական օրակարգ, այսինքն այն ինչի մասին է քաղաքականությունը, այդ հանրության եւ քաղաքական ուժի երկխոսության մասին է ընդհանուր առմամբ։ Ինչ աշխատանք եք տանելու մարզերում հատկապես, որովհետեւ դուք ասացիք, որ ընդլայնել եք ներկայությունը հանրապետությունում կուսակցության եւ գրեթե բոլոր մարզերում կան շտաբեր, բոլոր մեծ քաղաքներում կան շտաբեր, այս գործնեությունը շարունակվելու է, ինչ են անելու ձեր մարդիկ մարզերում, հա, կոպիտ ասած։ Մարզերում չմոռանանք, որ տարբեր տեղերում շուտով սպասվում են էլի ընտրություններ տեղական ինքնակառավարման մարմինների եւ բոլոր այն տեղերում, որտեղ մենք կհամարենք, որ ունենք բավականին ներուժ, իսկ այդպիսի տեղեր կան, ու քիչ չեն, մենք մասնակցելու ենք այդ ընտրություններին, փորձելու ենք մեր մարզում եղած մարդկանց ներուժը մեծացնել, մենք ունենք տարածքներ, որտեղ ունենք ընտրված ավականիներ, իրենց եւ խմբակցության աշխատանքները եւ կազմը մեծացնելու խնդիրներ կա մյուս տեղական ինքնակառավարման ընտրություններին եւ որտեղ որ հնարավոր է, պետք է գրանցել նորից հայրենիք կուսակցության կամ ընդդիմության հաղթանակը, այսինքն նորից այդ մարզային աշխատանքներով է նաեւ հետագա քաղաքական process-ների վրա ազդեցությունը նաև ձևավորվելու։ Այսինքն մասնակցելու եք բոլոր մարզային ընտրություններին։ Այո, որտեղ որ կա կայացած կառույց, որտեղ որ կլինի արդյունքի հասնելու իրական շանսեր կամ լավացնելու արդյունքը, որտեղ արդեն ունենք օրինակ խմբակցություններ, մենք մասնակցություն ապահովելու ենք, այսինքն որևէ բան այս իմաստով չի կանգնում շարունակելու։ Իսկ ձեր մարզային անդամները, հա, կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչներ ինչպես են ընդունել ընտրություններին չմասնակցելու որոշումը։ Անկեղծ կասեմ, շատ տարբեր։ Մի շարք ու մենակ մարզային չէ, նաև Երևանի տարածքային կառույցների շատ պատասխանատուներ, շատ շատերը ասել են, որ հասկանում են նախ որոշումը, շատ ճիշտ են համարում այս պահին նման որոշում կայացնել եւ շարունակելու են հայրենիք կուսակցության հետ իրենց ճանապարհը։ Կան առանձին անհատներ, որոնք դժգոհություն են ունեցել, սպասելիք ունենալով գուցե ընտրական process-ին մասնակցել, չեմ ուզում ինչ-որ քննադատել կամ ինչ-որ բան ասել այդ իմաստով, ում հետ էլ որ ճանապարհ անցել ենք, շնորհակալ ենք եւ հարգում ենք։ Կան մարդիկ, որ գուցե չշարունակեն մեր հետ այդ ճանապարհը եւ դա լավ է եւ ես շատ այդպիսի մարդկանց մասին չգիտեմ, բայց կան այդպիսի մարդիկ։ Եվ դա կարծում եմ օգտակար է եւ իրենց համար եւ մեզ համար, որովհետեւ ավելի բյուրեղանում են նաեւ այն պատկերացումները, թե մենք ինչ ճանապարհ ունենք գնալու, մեր հետ ով պետք է այդ ճանապարհը գնա, եւ այդ մարդկանց համար էլ գուցե ավելի որոշակի է դարձել, թե իրենց ճանապարհը որն է գնալու։ Ասոս, իսկ ինչ հարաբերություններ հիմա կան հայրենիք, ինչ հարաբերություններ ունի հայրենիքը եւ ինչ ռազմավարություն է որդեգրել հայրենիքը ընդդիմադիր դաշտի հետ։ Ում հետ է համագործակցելու կամ եթե դուք հայտարարությունում կոչ եք անում, որ գնացեք եւ ընտրեք ընդդիմադիր այն ուժին, որին դուք սատարում եք, կամ որը ձեզ մի քիչ գոնե դուր է գալիս, հա, իսկ հայրենիք կուսակցությունը ինչ է անելու իրականում, հա, հողի վրա, առարկայական, որ ընդդիմությանը օգնի այս ընտրություններին։ Նայեք, մենք ոչ հայտարարության մակարդակով, ոչ էլ այսպես ասած հողի վրա կոնկրետ որևէ ուժի համար, այսպես ասած, լոբինգ չենք իրականացնելու։ Ոչ մի ուժի համար չենք աշխատելու։ Մենք աշխատելու ենք իշխանափոխության համար, եւ այդ պատճառով մեր համակիրներին, մեր ընկերներին, մեր գաղափարակիցներին ասում ենք նայեք այն ուժերին, որոնք իրենց գործնեությամբ առնվազն ցույց են տվել ընդդիմադիր լինելը եւ ապացուցել են, հավաստել են եւ մեծամասամբ չեն շեղվել այդ ուղուց, հա։ Այդ իրական բառը դրա մասին է, այս բայդրությամբ, որոնք ոչ թե ձևական կարող են հայտարարել, որ մենք էլ ենք դե ընդդիմադիր եւ գնալ հետո միանալ Նիկոլ Փաշինյանին, բազմաթիվ են այդպիսի ուժեր էլ։ Այլ իրականում ունեն որոշակի Ինչ-որ ցուցակ կազմելու եք օրինակ ընտրություններից առաջ, դա այնքան ակնհայտ է, դա ոչ իհարկե, դա այնքան ակնհայտ է, այն մարդը, որ քիչ թե շատ հետևում է քաղաքական process-ներին, վստահ եմ օրինակ Արամ Սարգսյանին չի համարի ընդդիմադիր կամ Արման Բաբաջանյանին չի համարի ընդդիմադիր եւ այդպես շարունակ, այսինքն այդ ցուցակի կարիք առաջին քննադատությունները ԿՊ-ի կողմից, իշխող կուսակցության կողմից, որ դե չէի կարող հաղթահարել այդ 4%-ը, դրա համար եք հրաժարվել մասնակցել ընտրություններից։ Սրան ինչ կասեք։ Նախ այդպես չէ, իրականում մեր հարցումները ցույց են տալիս, որ մենք գտնվում էինք անցողիկ շեմի մոտակայքում, որոշ հարցումներով մի քիչ առաջ, հետ, այո, այսինքն շատ լավ շանսեր հայրենիք կուսակցությունը ուներ անցնելու, ունենալու
մի քանի խորհրդարանական մանդատ, բայց նորից ու բնական է դրա համար պետք է պայքարել, շարունակել, ինչ եւ մենք անում էինք, բայց նորից եմ ասում, մենք ֆիքսեցինք, որ մեր նպատակը դա չէ, իսկ իշխանափոխության ընդհանուր նպատակին հասնելու համար նախ պետք է չասեմ մերվել, բայց գնահատել օբյեկտիվ իրականությամբ արդեն արկա փաստերը, process-ները, արկա ուժերին, ոչ թե ցանկալիները, ցանկալի գործընթացները, այլ եղածը, իր բոլոր լավ ու վատ կողմերով եւ հասկանալ այդտեղ մենք մասնակցելով ավելի շատ նպաստելու ենք իշխանափոխությանը, թե գուցե առաջացնենք ռիսկեր դրա համար։ Եվ այդ որոշումը այդպիսով է կայացվել։ Իսկ ինչ եք կարծում մյուս կուսակցությունների կհետևեն ձեր օրինակին։ Ամեն մարդ, ինչպես ամեն մարդ, այնպես էլ ամեն ուժ կայացնում է իր որոշումները, այդ կուսակցություններին չեն ասել ինչ է կանում, բա մենք հիմա ինչ անենք։ Դե այդպիսի շփումները սովորաբար հրապարակային չեն լինում, բայց ես վստահ եմ, որ բոլորն Բայց ոչ հրապարակային եղել են։ Շփումներ իհարկե կան, այսինքն մենք ընդդիմադիր քաղաքական դաշնակցություններ հենց այս բանով էլի, որ էս ինչ արեցիք, մեզ վատ վիճակի մեջ եք դրել։ Համար դա անսպասելի էր, առհասարակ ես չեմ ասի հենց իրենց վատ վիճակ կամ լավ վիճակ դնելու մասով, բայց անսպասելիության էլեմենտը առկա էր։ Բայց ամեն նորից ուժ ես վստահ եմ իր որոշումը ունի կամ մոտ է այդ որոշման կայացմանը, ունի իր պատճառները այդ որոշումների եւ կրելու է պատասխանատվություն այդ որոշման համար։ Իսկ չեք կարծում, որ հասարակության համար նաեւ մեծ պատասխանատվություն կունենան եւ ստիպված են լինելու պատասխան տալ այն բոլոր այն կուսակցությունները, ովքեր կգնան ընտրություններին, չեն մասնակցի եւ կփոշիացնեն ընդդիմության ձայները։ Վստահաբար, այս նույն ասացի շրջանակներում այդ մարդիկ էլ պետք է կարողանան հետո բացատրել իրենց ընտրողներին, այ ինչի էինք մտածում, որ կլինի լավ, բայց եղավ այսպես եւ ինչին մենք փաստացի նպաստեցինք։ Այսօր այսպես է ստացվում, կան կուսակցություններ, որոնք չեն համարվում խոշոր մեծ կուսակցություններ։ Եվ մեծերն էլ, այնպես չի, որ խոսքը գնում է մենակ ներողություն անցողիկ շեմի հաղթահարման հարց լուծողների մասին։ Մեծերն էլ այն ինչ նպատակներ հայտարարում են, դրանք ստացվելու դեպքում փառք ու պատիվ իրենց, դրանք չստացվելու դեպքում պետք է գան հաշվետու լինեն։ Տեսեք ինչ իրավիճակ է ստեղծվում։ Մենք բոլորս հասկանում ենք ինչ կուսակցություններ կան ընդդիմադիր դաշտում եւ հասկանում ենք 1-2-ից 3-ից բացի, գուցե 3 ուժից բացի մնացած բոլոր ուժերը նույն իրավիճակում են, ինչ որ հայրենիք կուսակցությունը, ընդ որում հայրենիք կուսակցությունը բոլոր հարցումները եւ ընտրությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ շանս ունի անցողիկ շեմը հաղթահարելու, քան մնացած կուսակցությունները, այդուամենայնիվ հայրենիք կուսակցությունն անցնում է փաստորեն տողատակով գրված է, հա, որ եթե ես նույնիսկ 1% ունեմ վտանգ, որ կարող եմ չհաղթահարել այդ շեմը, նաև դրա համար չեմ ուզում մասնակցել այդ ընտրություններին, իսկ նրանք, ովքեր այդ շատ ավելի ցածր վարկանիշ ունեն, նրանք, ովքեր ում համար ավելի մեծ է հավանականությունն ու վտանգը, որ չեն անցնելու խորհրդարան, կարող են մասնակցել եւ փոշիացնել ձայները։ Սա իսկապես հասարակության համար իմ կարծիքով ակնհայտ հարցեր են, որ հետո ծագելուն եւ դրա համար էր, ասենք, հասարակության կողմից, մեդիայի կողմից, ու ես չեմ ասում իհարկե ԿՊԱ-կանների մասին, բայց հասարակության կողմից մեծամասամբ ողջունելի էր հայրենիք կուսակցության այս որոշումը։ Ձեր ասածը շատ կարևոր է, բայց իհարկե կոնտեքստում մենակ դա չէ։ Հիմա մենք մի բան ենք նաև, այո, մի բան ենք մենք շատ լուրջ քննարկել եւ անալիզարել, ինչ որ տարբեր գույներից սարքած այդ խառը պլաստիլինը, որը գուցե եւ կարողանա 6-7-8% կամ ավել, հա, տոկոսներ հավաքել։ Լավ, բավարար այդ իշխանապողությունը եղավ, հետո այդ ուժը իր ներսում պետք է կարողանա ինչ-որ ընդհանուր հարցի շուրջ գործնեություն ծավալել։ Եթե դրանից հետո էլ ներքին պատերազմ ալնելու, որովհետև այդ ուժերը մարտիկ իրար հետ առհասարակ կապ չունեն իրանց գաղափարական, ծրագրային, աշխարհակաղակական, տնտեսական մոտեցումներով, գուցե ավելի մեծ խնդրեմ ստեղծես այդ միավորումներով։ Հետևաբար մենք նաև եկել ենք այն եզրանկման, այո, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար պետք է լինել խորհրդարանում, բայց պետք է լինել խորհրդարանում այնպիսի իրավիճակում, այնպիսի մարդկանցով թիմով շրջապատված, որոնց հետ դու ավելի քիչ, ավելի շատ կամ նույն տիպի հակասություններ չունեն, ասա, քան իշխանությունների։ Այդ կարծում անդիմությունը կհաղթի հունիսին կայանալիք ընտրություններին։ Ես իհարկե կանխատեսմամբ չեմ զբաղվի, բայց մեծ հույսով ենք, որ այո,
պետք է հաղթի, որովհետև դա բխում է բոլորիս շահերից առաջերտում։ Իսկ ակնհայտ է նաև ձեզ համար, որ հաղթելու դեպքում անդիմությունը ունենալու է կոալիցիոն կառավարություն, այսինքն մի ուժից չի ստեղծված լինելու այդ կազմված լինելու այդ կառավարություն։ Ես կարծում եմ, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մի կերպ հաջողի պահպանել իշխանությունը, անգամ իրեն է պետք է լինելու կոալիցիոն կառավարություն կազմել, հետեւաբար այո, այս ընտրություններին ամեն դեպքում կարելի է կանխատեսել, որ որևէ ուժին ընդդիմադիրներին իշխանապահություն անելու համար կամ իշխանությանը պահպանել իրենց աթոռները հարկավոր է լինելու համագործակցություն ու կոալիցիաների կազմում։ Իսկ ձեր կարծիքով այսպես ընդդիմադիր կեցված կունեցող ուժերից որևէ մեկը կգնա Փաշինյանի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու ճանապարհով։ Չեք բացառում։ Բոլորի մասով կամ բոլորի անունից այդպիսի հայտարարություն չեմ կարող անել, ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց հույս ունեմ, որ չի լինի։ Առնվազն այն ուժերը, որոնք երկար տարիներ այդ պայքարի մեջ են գտնվում, անկախ ով իրենց ոնց կվերաբերվի, բայց գոնե այդ մասով գտնում եմ, որ սկզբունքային կլինեն, բայց քանի որ մեր մոտ կան բազմաթիվ նաև նոր ուժեր, որոնք մասնակցելու են այս ընտրություններին կամ այսպես ասած ընդդիմադիր տեսանկյունից չփորձված ուժեր այդպիսիները կան, որ մի օր ընդդիմադիր են, մի օր այդքան էլ չէ։ Դրա համար դժվար է ասել, արդյոք Նիկոլ Փաշինյանը իրենց մեջ դաշնակից գտնելու է։ Կուսակցություն է մասնակցել այս ընտրություններին, քան 21 թվականին։ Քանակական իմաստով իրականում չեմ կարող ասել։ Ну, մոտավորապես եմ ես ասում, այսինքն նույն մի քանի տասնյակ ընդդիմադիր ուժ մենք կտեսնենք ցուցակում։ Կարծում եմ առնվազն 1 տասնյակ կտեսնենք։ Այսինքն ֆորս մաժորային իրավիճակը ի տարբերություն հայրենի կուսակցությանը մյուս կուսակցությունները չեն հասկանում։ Կապրենք կտեսնենք, ժամանակ կա դեռ միջև ընտրություններ ու գուցե շատ այլ ուժեր էլ հայտարարեն օրինակ չմասնակցելու մասին կամ նոր դաշինքներ ձևավորեն ամեն մեկը իր պատճառներից ելնելով։ Միջև հունիսի 7-ը չկա, ամեն դեպքում այդ պատկերը վերջնական ու հստակ չի լինելու։ Եկեք այսպեսի մի բան, հարցնեմ։ Պատկերացրեք, որ ընտրությունների արդյունքներն են ամփոփում եւ անդիմության եւ իշխանությունների վարկանիշները կամ ստացած ձայները շատ մոտ են իրար եւ անդիմությունը մեծ հանրահավաքներ է սկսում իրենց հաղթանակը ապահովելու համար։ Հայրենիք կուսակցությունը մասնակցելու է այդ հանրահավաքներին, այդ փողոցային պայքարին։ Նայեք, մենք միջև այսօր բոլոր խոշոր շարժումներին մասնակցել ենք։ Միտեղ եղել ենք նախաձեռնողներից մեկը, միտեղ եղել ենք ուղղակի ցուցարար ու ընդհանրապես բան չի եղել, հա, մեր համար տարբերություն չի եղել դրա մասով, եթե մի բանով էլ կարողացել ենք աջակցել, չգիտեմ, մի փոքր կազմակերպչական կամ այլ հարցեր, դա էլ ենք իրականացրել։ Այսինքն կարծում եմ այդ մասով կասկած չպետք է հարուցի հանրության մոտ, որ եթե կա շարժում, որը ուղղված է իշխանապողության, ու այդ շարժումը իրականացվում է հասկանալի մարդկանց կողմից, ինչ-որ հասկանալի օրակարգով, մենք այնտեղ կանգնած ենք։ Կլինի դա ցուցարարի կարգավիճակով կազմակերպչի, ելույթ ունեցողի էական չի։ Շատ կարևոր արձանագրում է։ Մենք եւ որպես քաղաքացի եւ քաղաքական ուժ այնտեղ կանգնած ենք։ Բայց նորից այդ եթեներ կան իհարկե, հա, տեսնենք ինչ կլինի ընտրություններին, ինչի համար պետք է դա արվի եւ այլն։ Ձեր Սամվել Կարապետյանի ուժին իշխանությունները այդուամենայնիվ թույլ կտան մասնակցել ընտրություններին, թե կհնարեն մի բան եւ կհանեն ցուցակներից կամ չեն գրանցի։ Ես կարծում եմ, որ թույլ կտան մասնակցել։ Ինչու՞։ Որովհետեւ գիտեք, շատ դժվար եւ ոչ պոպուլյար է այդ որոշումը, անգամ այսօրվա կիսա ավտորիտար իշխանությունների համար, որովհետեւ քաղաքական ուժի ընտրությունների սպառզելից ասած բերան, հա, չթողնել մասնակցել, ես չեմ բացառում այլ ռեպրեսիաներ, այսինքն հետագայում ինչ որ կոնկրետ ցուցակում անձանց մասով իրականացնել քրեական հետապնդումներ կամ շարունակել Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի բիրտ միջոցներով հետապնդում իրականացնել, ճնշել եւ այլն։ Այսինքն ես չեմ բացառում ցանկացած այլ ճնշման ապօրինի գործիքի կիրառում, բայց ունեմ համոզմունք, որ թույլ տալու են, գուցեև սխալվեմ, բայց ըստ իս նման քայլի նրանք չեն գնա ելնելով ոչ թե մարդասիրական կամ ժողովրդավար լինելու, այլ իրենց երեսը քիչ թե շատ փրկելու այդ ժողովրդավարության քողի տակ պահելու համար։ Ձեր կարծիքով վերջերս հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար, հա? Այո, Խաչիկ Գալստյան։ Խաչիկ Գալստյանին թույլ տվեցին տնային կալանքի գնալ, այսինքն նա այսօր գոնե կալանավայրում չի։ Նույնը կատարվեց նաև Սամվել Կարապետյանի հետ ու բացի այդ նաև պետք է արձանագրել, որ կարծես թե եկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանը կամ գիտակցել է, որ տանուլ է տվել, կամ էլ կանգ է առել ընտրություններից հետո
այս գործընթացը նորից սկսելու, եթե հաղթեն ընտրություններին։ Ես ճիշտ գնահատական եմ տալիս։ Ես կարծում եմ, որ եկեղեցում առհասարակ Փաշինյանը ունի օրակարգեր, որոնք զուտ պոպուլիստական են եւ նպատակ ունեն մարդկանց, այսպես ասած, վստահություն, ուշադրություն, քվե, այդ մուրալու process-ը ապահովել կամ արդյունքը արձանագրել, կամ process-ներ, որոնք մարդկանց համար հասկանալի չեն, հասկանալի են մենակ Նիկոլ Փաշինյանի համար, դրանից մեկը հակաեկեղեցական շարժումն է։ Իրա նաև, եթե ներքինը մենակ նայենք, արտաքինը մի պա թողնենք մի կողմ, կա հստակ կազմակերպված ուժ, որը ունի շատ հզոր, ամենահզոր գաղափարական հիմքերը, որոնք քրիստոնեական են, որոնք նաև ազգային են, որոնք նաև պետության եւ հայրենիքի պաշտպանության դիրքերից են, նաև Արցախի գաղափարի սկսած եկեղեցիներից, հոգևորից, մշակույթից, եւ առասարակ Արցախահայերի իրավունքներից հանդես եկող ազգային միակ կառույցը կազմակերպված իմաստով եկեղեցին է, հա։ Եվ կա նպատակ այդ կառույցը, որը չի բռնում եւ հակասում է Փաշինյանի օրակարգին, կազմակերպել, վերացնել, դնել ինչ-որ մի սեփական կատարածուին գլխին այդ կառույցի։ Այսինքն սա զուտ սեփական մաշկին շատ մոտիկ հարց է Փաշինյանի համար լուծելու վերարտադրողականություն։ Բայց կարող ենք ասել, որ նա տանուլ է տվել։ Բայց սա հասկանալի չէ հասարակության համար, անգամ այն հասարակության համար, այս պահին ես կարծում եմ հաջողության ամեն դեպքում վերջնական չի հասե։ Այսինքն մենք գործ ունենք մի փաստի հետ, որ Փաշինյանը այդքան էլ դրական վերաբերմունք կամ առհասարակ վերաբերմունք չունեցող քաղաքացիների համար հասկանալի չէ, ինչի է պետք կալանավորել, ձերբակալել բազմաթիվ սրբազանների, հոգևոր ծառայողների եւ իրականացնել այսպիսի կարծիքը, որ բարբերաբար բոլոր դիմադիրները ասում են, որ Փաշինյանը կանգ չի առնի, եթե մի բան մցրեց ուղեղի մեջ միջև վերջ գնալու է, վաստորեն հայ ժողովուրդը իր վերաբերմունքով նրան կանգնացրեց եկեղեցու Ես այդպիսի բան չէի ասի, ես կարծում եմ սա զուտ սառը հաշվարկի ելնելով նախընտրական այս կարճ ժամանակահատվածից, եթե նա կարողանա կապիտալիզացնել իր սպասումները, հա, ընտրությունների արդյունքներում գրանցել հաղթանակ, շարունակվելու է շատ ավելի վատ մեթոդներով հակաեկեղեցական շարժումն էլ մնացածն էլ Ինչ վերաբերվում է մնացած հետապնդումներին, ցանկացած ապօրինի քրեական հետապնդումն ու միջև գոնե այս պահ եղած փորձը գալիս է կալանքով, հետո կամած որոշակի խնդիր է լուծվում այդ պահին, հետո կամած այդ ռեժիմը թուլացվում է։ Տնային կալանքը Ինչի է թուլացվում, ասում եմ այդ տրամաբանությունը հասկանալի։ Ինչու են իրենք ձերբակալում մարդկանց, կալանա վայր տանում, հետո էլ ասում դե լավ գնացեք տուն։ Նախ իրականում որտեվ հիմքեր չկան այդ մարդկանց կալանքի տակ պահելու։ Կալանքը պատիժ չի, կալանքը գործիք է, որը օրենքով սահմանված նպատակներ ունի նախաքննությունը ավելի արդյունավետ կատարելու համար։ Հոգնում են անընդհատ այդ ճնշումից, որ փաստաբաններն են գործադրում։ Կա եւ հանրային ճնշում եւ անգամ այս աշխարհակաղակական աջակցության պարագայում այդքան էլ մոդայիկ չէ ունենալ այսքան քաղաքական բանտարկյալներ, այդքան էլ դա ինչ որ ամեն դեպքում դա ռեյտինգ չի բերում։ Գուցե դրա վրա աչք են փակում։ Բայց ավելի հեշտ է ընտրություններից առաջ մի մասի նկատմամբ այդ կոպիտ ասած բանը գոլորշին բաց թողնել եւ ստեղծել ինչ-որ մի տեսանելիություն իբր թե մեր մոտ քաղբանտարկյալներ չկան կամ դրանց ծավալը նվազել է ընտրություններից առաջ։ Այսպես ասած նաեւ իբր թե բարի կամքի դրսևորում է ուղղված նաեւ ես կարծում եմ սիգնալ կամ նշան դեպի Եվրոպա եւ Արևմուտք։ Բայց վստահաբար դրանք չեն դադարել, նախ տնային կալանքը գրեթե նույն ռեժիմն է, ինչ կալանքը բացառությամբ են, որ այդ անձինք իրենց ընտանիքի բանում են, իրենց ընտանիքով են շրջապատված, որը իհարկե մեծ տարբերություն է, բայց սահմանափակումների իմաստով այնտեղ ուրիշ այլ տարբերություն չկա։ Անգամ որոշակի իմաստով ավելի խիստ է, որովհետև շփումները հիմա օրինակ սահմանափակված են Խաչիկ Գալստյանի եւ հիմնականում տենց է կիրառվում տնային կալանքը բացառությամբ մերձավոր ազգականների։ Ըստ ձեզ, Սոս, ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդուամենայնիվ Փաշինյանը եւ ՔՊՆ վերընտրվեն։ Կարող է մենք սխալ ենք, երբ կարծում ենք, որ սրանք կեսական նշանակության ընտրություններ են եւ ոչ մի վատ բան էլ Հայաստանի տեղի չի ունենա։ Պատմությունը ամեն դեպքում ցույց է տալիս, որ Հայաստանի այդ վատ բաները տեղի են ունենում։ Այսինքն ինչ որ մեկ իրադարձությունով կյանքը չի ավարտվում։ Ինչ կլինի, այ ձեր պատկերացմամբ, հա, ինչ վտանգներ են սպասում Հայաստանին եւ Հայաստանի բնակիչներին եւ ընդհանրապես հայերին, եթե Փաշինյանը վերընտրվի։ Մենք օրինակ միջև այս պահը մեր պետությունը ունի հստակ ճանապարհ հասկանալի,
թե անվտանգությունը ապահովելու այդ իբր կոչված խաղաղության օրակարգ, հա, այդ խաղաղությունը երաշխավորելու մեխանիզմները, որոնք են, լավ, ասել, որ գիտական տեսանկյունից, քաղաքագիտական տեսանկյունից ավելի աբսուրդ բան դժվար է ասել, որ առևտուր անելը թշնամու հետ բավարար է, որպեսզի նա քո վրա չհարձակվի։ Տնտեսական կապերը որոշակի զսպիչ գործոն են իրականում, դա ակնհայտ ճշմարտություն է, բայց նախ Հայաստանը չի ունենալու Ադրբեջանի համար այն համակարգաստեղծ նշանակությունը տնտեսության իմաստով, այսինքն որ Հայաստանը իր ամբողջ ներկրումը սրանից հետո մենակ Ադրբեջանից իրականացնի, մեկ է Ադրբեջանի համար այդ ստրատեգիական ռիսկերը չի ստեղծելու։ Եվ հետևաբար դրանով հնարավոր չէ ապահովել, այսինքն Ադրբեջանից նավթ կամ բենզին առնելով հնարավոր չէ ապահովել մեր անվտանգությունը, հələ մի կողմից է այդ գումարները անվտանգություն, տնտեսություն, նաև անվտանգություն, տնտեսության, որը մեր դեմ է օգտագործվելու ինչ-որ։ Իսկ ուրիշ ինչ վտանգներ կարող են լինել, որ տեսանելի լինեն հայաստանցիների համար եւ ազդեն ցանկացած հայաստանցու կյանքի վրա։ Ես կարծում եմ, որ շարունակվելու է մեր սահմանների այդ մի քիչ տանք, մի քիչ պահենք կամ ինչքան որ չեն վերցնի, այդքանը կպահենք մոտավորապես քաղաքականությունը։ Այսինքն էլի կլինեն կորուստներ։ Իհարկե, Ադրբեջանը այն ժամանակ էլ չթաքցրել, հիմա էլ չթաքցնում, որ այդ իր կարծիքով անկլավային տարածքները դեռ չենք վերջացրել։ Իսկ իրավական հետևանքներ, օրինակ, եթե Ադրբեջանն ասում է, որ մենք հետամուտ ենք լինելու եւ անպայման պատժելու ենք Խոջալույի այսպես կոչված ցեղասպանության բոլոր պատասխանատուներին, ինչ եք կարծում, սա ինչ Ադրբեջանը ստեղծում է նարատիվներ, ինչպես անում էր առաջ, այսօր էլ տարեվմեծան Ադրբեջանի նարատիվը, որը մեծ հաշվով նորություն է, հա, այդ ձեր ասած հանգամանքները, որովհետև երբ որ լինի նպատակահարմարություն եւ հարմար առիթ ռեսուրսների, միջազգային խաղացողների, բանի տեսանկյունից նա շարունակելու է իր ծավալապաշտական գործունեությունը։ Ինչու հրաժարվել օրինակ Զանգեզուրի հանքերից, եթե դրանք կարելի է ունենալ։ Ինչու հրաժարվել այս կամ այն ջրային ռեսուրսից, եթե դրանք կարելի է ունենալ։ Խաղաղության այս ճանապարհին Ադրբեջանը չի շտապելու չկանգնել քո կոկորտին որևէ տնտեսական, քաղաքական, ռազմավարական իմաստով, հա, ինչպես է թրիփ կոչվածն է, որում վստահաբար Ադրբեջանը գտնելու է ձև մասնակցելու։ Եթե դա կարելի անել, ինչի չանել, հա, այսպես է Ադրբեջանի նորմալ տրամաբանությունը։ Իսկ պատկերացրեք, որ դուք հիմա կարող եք հայաստանցիներին, Հայաստանի բնակիչներին համոզել, որ իշխանությունների այդ նարատիվը, որ չկա Փաշինյան, չկա խաղաղություն, սուտ է։ Նայեք, մենք այնքան ենք դրա մասին խոսել։ Կարճ օրինակ, հասկանալի ձևով բացատրեք մարդկանց, որ դա սուտ է։ Ներկայիս եւ աշխարհակաղակական process-ները այլ հարևանների, ոչ հարևանների հարաբերությունները դիտարկելը այդ པարզ ճշմարտությունը տալիս է։ Այսօր մեր թվերին, մեր ժամանակներում ընթացող գործընթացների մեջ ամենավերջի տեղում են միջազգային իրավունքը, այդ սկզբունքները, որ ուժով կամ ուժի սպառնալիքով հարցեր չեն լուծվում, ինչպես խախտվեց դա Արցախի դեպքում, առևտրով խաղաղության գալը, իհարկե առևտրով խաղաղության գալը, չկա այդպիսի, ցույց է տալիս անգամ հակառակը, որ այսօր քաղաքական, աշխարհակաղակական, ռեգիոնալ նպատակարարությունները ավելի արժեքավոր ու ծանր են, քան տնտեսական այն հնարավոր շահը կամ բաց թողնված օգուտը երկրների համար։ Դուբայում այս պայթյունները դրա մասին են խոսում։ Այո, եւ հետեւաբար պետությունները կարողանում են ապահովել իրենց անվտանգությունը մեկ սեփական ռեսուրսների անվտանգային զարգացման, այսինքն ճշնամու համար քո վրա հարձակվելը պետք է չափազանց թանկ նստի կամ այդպիսի կանխատեսում մտածի, արժե թե չէ։ Արժե թե չէ, այո, եւ երկրորդ նաև այն արտաքին անվտանգային միջավայրը դու պետք է կարողանաս ստեղծել, որ նորից այդ կանաչ լույսը ոչ մի ռեգիոնալ եւ աշխարհակաղակական կենտրոն չվառի ճշնամու առաջ։ Իմանան, որ լինելու է արձագանք, բացի նրանից, որ դու կպատասխանես, մռութը կջարդես ճշնամու։ Նաև Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, մնացած այլ տերությունները, որոնք ունեն ազդեցություն, որոշակի գործողություններ կիրականացնեն։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր է, որ այսօր այն Եվ կներեք ֆիքսենք, որ մենք այդ նշածից ոչ մեկը այսօր չունենք։ Մենք փաստացի հրաժարվել ենք այն դաշնակցից, որի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ թղթի վրա եւ նաեւ ունեցել ենք լավ թե վատ ինչ-որ փորձ, չունենք նոր դաշնակից, որտեղ մեծ ոչ մեկ, ոչ մի վկա Միացյալ Նահանգներում եւ ոչ մի այլ պաշտոնյա այլ երկրում մեզ որևէ խոստում չի տվել, որ
անվտանգային սպառնալիքի դեպքում կկանգնի Հայաստանի Հանրապետության կողքին։ Մենք այդպիսի ոչ փաստացի, ոչ թղթի վրա գրած նոր բան չունենք, իսկ հինը արդեն ջղեգցել ենք, հետևում ենք։ Այսինքն ձեր տրամաբանությունը, եթե շարունակեմ ձեր ասացի տրամաբանությամբ, ավելի շատ մենք պատերազմի կարող ենք հասնել այսօրվա իշխանությունների օրոք, քան նոր իշխանությունների օրոք, որտեղ գոնե նոր իշխանությունների օրոք կարող ենք հույս ունենալ, որ կլինեն ավելի adekvat եւ արտաքին քաղաքականության հարցում ավելի արեստավար։ Այո, Հայաստանի ռազմական ճանապարհով թե հանձնվելու, ես չգիտեմ, գուցե Նիկոլ Փաշինյանը համաձայնվի ամեն ինչին եւ Հայաստանը հայտնվի դառնա օրինակ իշը պրոտեկտորատ այլ պետության գերիշխանության տակ։ Ես չգիտեմ այդ ճանապարհը որը կլինի, բայց այն քաղաքականությամբ, որը այս իշխանությունները վարում են, վաղ թե ուշ մենք այդ խնդրին բախվելու ենք, երբ որ կունենան համապատասխան ախորժակ հնարավորություն եւ նպատակահարմարություն մեր ճշնամիները կանգ չեն առնելու։ Եթե կարելի է կանգ չառնել, այսօր աշխարհում որևէ մեկը կանգ չի առնում։ Կունենաս հնարավորություններ դա թույլ չտալու, թույլ չես տա, չես ունենա, կհայտնվես լավագույն դեպքում ուրիշ երկրի գերիշխանության ներքո, վատագույն դեպքում կսպասվի այն ինչ որ եղավ Արցախահայերի հետ։ Ըստ ձեզ, հա, վերջին հարցը է, ինչ առաջին 5 քայլերը որ պետք է անի իշխանությունը, նոր իշխանությունը։ Մենք ահագին բավականին խոսացինք այդ անվտանգային հարցերի մասին, բայց մի շարք հարցեր կան, որոնք ներքին են եւ պակաս կարեւոր չեն։ Մեր մոտ, եթե 18 թվին այդ կոչերը նաեւ նպատակներից մեկը, հա, օրինակ արդարության կամ արդարադատության համակարգի մասին էին, ու ինչ որ կարճ ժամանակ անգամ եղավ այդ կարճ ժամանակը, որ արդարադատության մարմիններին օրինակ հանգիստ էին թողել բոլորը։ Մեր մոտ այդ խնդիրը այսօր շատ սուր է։ Բոլոր մի քիչ հայտնի քրեական գործերով եւ անգամ ոչ քրեական գործերով հստակ քաղաքական ճնշմամբ կամ պատվերով իրականացվող եւ վարչարություն է եւ արդարադատություն։ Եվ ես վարչարություն ասելով նաեւ նկատի ունեմ այդ լիցենզիաների ձգումը, հեծի պատմություն եւ այլն, դատական գործերի մասին բոլորս է գիտենք։ Այսինքն մենք անկապ դատարան է պետք Հայաստանին։ Հայաստան որևէ երկրում, եթե մենք ժողովրդավարության ինչ-որ մի կերպ ենք, եթե դատական համակարգը չեղավ հզոր, ուժեղ եւ հակակշռող, այդ պետությունը դատապարտված է կործանել։ Դա հնարավոր է շատ արագ անել։ Դա շատ արագ հնարավոր չի անել, բայց դա պետք է սկսել ինչ-որ մի բանից։ Okay, առաջինը, երկրորդը։ Երկրորդը, գիտեք, մեկը արտաքին քաղաքականը դատական համակարգը, մեր տնտեսական նաեւ։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, բայց մեր տնտեսական տրամաբանությունը թե մեզ ուր է տանում, այսինքն բացի այն շինարարական բիզնեսից, բացի սպառմանը ուղղված հանգամանքներից, որևէ այլ տեսլական Հայաստանի Հանրապետությունը չունի։ Այսինքն, եթե չլիներ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը եւ այդ զուգահեռ ներկրման գործընթացը Հայաստանը չունենար, ինչպես պետք է այս երկիրը ապահովի տնտեսական IT տեխնոլոգիան զարգացնում։ Այդ մասով էլ հստակ չկա, հա, ուր ենք գնում։ Մենք մի կողմից այո սուբսիդավորում ենք մեծապես IT ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերը այլ արկատուների հաշվին, որը ինչ-որ մի օր պետք է գնահատել մեզ ինչ է բերել, պետք է դա շարունակել, թե պետք չի դա շարունակել եւ ի վերջո այդ մարտիկ արտադրանք ստեղծում են այս երկրում, թե միայն աուտսորս են անում այլ երկրների պրոդուկտների մասով իրենց ծառայությունները։ Կամ գուցե ինչ-որ բան պետք է այդ մարդկանց ավելի շատ անել, որպեսզի այդ պրոդուկտները ստեղծվեն երկրում, բայց մեր մոտ որևէ տնտեսական ինչ-որ երկարաժամկետ ճանապարհ ոչ գծված է, ոչ էլ ընթանում է։ Ցածր վարկանիշ ունեցող Փաշինյանը ռեսուրս ունի վերընտրվելու եւ նույնիսկ կեղծելու ընտրությունները, ըստ ձեզ։ Պոտենցիալ ունի կեղծելու թե չէ։ Նայեք, ես միջև այսօր առնվազն քվեարկության օրը քվեարկությունը ես կարծում եմ չի կեղծվել, բոլոր խախտումները եւ շատ լուրջ խախտումները տեղի ունեցել միջև քվեարկության օրը։ Օրինակ, երբ որ դու չագուճով գնում մասնակցում ես ընտրությունների եւ ասում ես մոտավորապես թիվ 1 հարկատուի գլուխն է կջարդեմ, եթե չի ենթարկվի, այդ ընտրությունները արդեն կարելի ասել կեղծված են։ Կամ 10000 դրամ թոշակ ես բարձրացնում։ Իսկ այդ 10000 դրամը, գիտեք, նախկինում մեղադրում էին այլ քաղաքական ուժերի, որ 10000 դրամ տալիս էին նույն այդ թոշակառուներին, որոնք ամենաակտիվ մասնակցողներն են ընտրությունների, ուղղակի փողոցում, հիմա այս մարդը արել է հարկատուների հաշվին, տարբերությունը ո՞րն է։ Եթե մի ամիս առաջ ասում էր այդ 10-20000 դրամը բարձրացնելու ենք, այս մարդիկ
բան չհասկանան իրանց բանից։ Հիմա ընտրությունների նախաշեմին այդ 10000 դրամը բյուջեում չկար դա 74 թե քանի միլիարդ դրամ է մոտավորապես ավել գումար նստում պետական բյուջեի վրա։ Այդ մարդը իր ընտրակաշառքը բաժանեց բյուջեից ուղղակի հրաման ստորագրելու։ Ինչ է կանելու հունիսի 7-ի գիշերը։ Կախված արդյունքներից, գուցե բոլորի հետ ուրախանանք, որ իշխանապողությունը տեղի ունեցել, կամ աստվածաշանի հասկանանք, թե ինչ պատճառով տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում կլինեն արդյունքները, կլինի process-ը, կհասկանանք ինչ կա անելու, եթե այսինքն անելիքներ դեռ կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ամենալի հաղթի։ Ցանկացած դեպքում մենք այս երկրում ապրում ենք, այս երկրում ենք մեր եւ կեցությունը ապահովում եւ մեր ապագան կապում։ Հետեւաբար անելիքները միշտ լինելու են։ Նիկոլ Փաշինյանը չէ իր ամենավատ ուսապարկն է, որ գա իշխանության, մենք մեր գործը, մեր աշխատանքը տանելու ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ